Առ այսօր պարզ չէ, արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցելու է Մոսկվայում նախատեսված ԵՏՄ վարչապետերի նիստին։ Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն ավելի վաղ Ազատությանն ասել էր, որ իր մասնակցության վերաբերյալ վարչապետը դեռ որոշում չի կայացրել։ Կառավարության մամուլի ծառայությունից քիչ առաջ փոխանցեցին, որ նշվածին ավելացնելու ոչինչ չունեն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարինա Շկուրլատովան այսօր Ազատությանն ասաց, որ առ այսօր իրենք եւս տեղյակ չեն, արդյոք Հայաստանի վարչապետը մասնակցելու է Մոսկվայում նախատեսված նիստին։ Դեռևս պաշտոնական տեղեկություն չունենք, որ ամսի 13-ին Մոսկվայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ոչինչ չենք կարող մեկնաբանել, որովհետև չունենք պաշտոնական տեղեկություն։ Նման տեղեկություն ունեն ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը, որոնք պետք է պայմանավորվեն նիստի անցկացման շուրջ։ Երբ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, նիստի հետ կապված հստակություն ի հայտ կգա։ Կարծում եմ ճիշտ կանեք, եթե Հայաստանի վարչապետի մասնակցության հարցը ճշտեք Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը գրել էր, որ ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 13-ին Մոսկվայում։ Շկուրլատովայից հետաքրքրվեցինք, եթե ԵՏՄ անդամ երկրներից մեկը հրաժարվի մասնակցել վարչապետերի խորհրդի նիստին, արդյոք այն կայանալու է։ Այդ դեպքում իհարկե նիստը չի կայանա, պետք է բոլոր կողմերը մասնակցեն գագաթնաժողովին։ Ըստ Շկուրլատովայի անդամ երկիրը կարող է նիստին ներկայացված լինել ոչ միայն վարչապետի մակարդակով։ Օրինակ Բելարուսում անցած սեպտեմբերին կայացած նիստին Ղազախստանը ներկայացնում էր փոխվարչապետը։ ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում, սակայն Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ղազախստանի նախաձեռնությամբ եւ առնվազն Ռուսաստանի համաձայնությամբ որոշվեց նիստը հետաձգել եւ անցկացնել Մոսկվայում անորոշ պաշտոնական ձևակերպմամբ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Հայաստանի դաշնակիցների նման որոշումը խիստ բացասական արձագանք գտավ Երևանում։ Անցած 5 ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, նախագահ Սարգսյանը բարձրաձայնեց այդ մասին։ Ցավում եմ, որ ԵՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան նախորոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Ես չգիտեմ դրանով նրանք որքան օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է։ Ադրբեջանը, что точно подорвали авторитет нашей организации, это однозначно. Իդեպ նույն օրը Մեդվեդևի հետ հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնեց. երեկոյան քննարկումներից հետո պարզ կլինի արդյոք մեկնելու է ԵՏՄ վարչապետերի հանդիպմանը։ Այսօր ողջ օրվա ընթացքում Ազատությանը չհաջողվեց իշխող հանրապետականից մեկնաբանություն ստանալ, ինչ են մտածում Մոսկվա Հովիկ Աբրահամյանի մեկնելու նպատակահարմարության վերաբերյալ։ Հանրապետականները չցանկացան խոսել։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն Ազատությանն ասաց. տեղի են ունեցել պատերազմական գործողություններ, դրանց շուրջ ծավալվել են դիվանագիտական զարգացումներ, այդ ամբողջը լուրջ մարտահրավեր է Հայաստանին եւ անկախ ՀԱԿ-ի գնահատականներից, քննադատությունից տվյալ պահին ապրում ենք ռազմական ժամանակի օրենքներով, ինչը նշանակում է, որ այս պահին չենք մեկնաբանում դիվանագիտական գործընթացները։ Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կարծիքով Հայաստանի վարչապետը չպետք է մասնակցի ԵՏՄ վարչապետերի խորհրդի մոսկովյան նիստին։ Մենք իրենց պետք է հասկացնենք, որ մենք փնտրում ենք արդեն այլ դաշնակիցներ եւ մեր ռազմավարությունը պետք է մենք նաեւ դիվերսիֆիկացնենք։ Սա միանշանակ է։ Եվ սա պետք է ընդգծվի, եւ եթե դու գնում ես, ապա դու չես ընդգծում եւ փաստորեն ընդունում ես այն իրողությունը, որ դու հնարավորություն չունես այլ ընտրանքների։